ABC մեդիայի հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք աշխատանքը Թեհրանից, այս պահին Փույա Հոսեյնի հետ ամփոփելու ենք մեր երեկվա այցելությունները եւ խոսելու ենք, թե այսօր ինչ է նախատեսված։ Փույան Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման հիմնադրամի տնօրենն է։ Այսօր Իրանի հոգևոր առաջնորդի ուղղակավորման առավելություն է, որը միջազգային երկիրների ղեկավարներ են երեկվանից մասնակցել, միջազգային լրատվամիջոցներ են այստեղ ներկա եւ այսօր Իրանի ժողովրդի միլիոնավոր ժողովրդին մասնակցելու են առավելությունը պատմական օր է եւ բազի 40 օր Իրանի դեմ պատերազմին, որ աշխարհը տեսավ ինչպես դիմադրություն Իրանը ցույց տվեց երկու ամենահզոր բանակներին, աշխարհի ամենահզոր բանակներին, այսօր էլ աշխարհը կտեսնի ինչպեսի միլիոնավոր ժողովուրդ է վերջին անգամ հրաժեշտ են տալիս Իրանի հոգևոր առաջնորդին։ Այդ պատմական իրադարձությանը ներկա ենք լինելու նաև մենք լրագրողների նման այցելության քարտ են տրամադրել, որի միջոցով մենք կարողանալու ենք այնտեղ ազատորեն լուսաբանել միջոցառումը եւ կարճ նաև երեկվա մասին խոսենք։ Երեք այցելեցինք համալսարան, ինչպես է կոչվում համալսարանը, Շահիդ Բեհեշթի համալսարանը մենակ համալսարանը չէր, որ պատերազմի ընթացքում թիրախավորել է տարբեր համալսարաններ, ուսումնական բուհեր եւ նաեւ հայտնի Մինաբի դեպրոցը, երեխաների դեպրոցը, որ 160 երեխա զոհվեց այնտեղ, դա ցույց է տալիս միայն Իրանում Իրանի դեմ պատերազմի ժամանակ թշնամիները միայն ռազմական թիրախները չէին ընտրել, այլ քաղաքացիական կենտրոններ եւ նաեւ ենթակառույցներ են թիրախավորել, որ միջազգային օրենքների համապատասխան ռազմական հանցագործություններ։ Քանի որ մենք շտապում ենք, արդեն լրագրողները պետք է գնան այդ հիմնական արարողությանը, նաև կարճ անդրադառնանք երեկոյան տեղի ունեցած ակցիային, ասացիք, որ դա պատերազմի առաջին օրվանից է Թեհրանում եւ մի շարք այլ քաղաքներում իրականացվում, նպատակը ո՞րն է այդ ակցիաների։ 120 օր է ժողովուրդը դուրս են եկել փողոցներում, տարբեր հրապարակներում, տարբեր քաղաքներում եւ իրենց զորակցությունը եւ աջակցությունը ցույց են տալիս ռազմաճակատին կերվող զինվորներին եւ նաեւ դիվանագետներին, որը իրենք էլ իրենց ոլորտում հիմա բանակցությունների մեջ են եւ իրենց ասում են, որ մենք ձեր մեջքին կայնած ենք եւ պետք է լիարժեք պաշտպանել երկիրը, անվտանգությունը եւ Իրանի շահերը։ Շատ լավ, շնորհակալություն Փույա, հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, ես զրուցում էի Փույա Հոսեյնի հետ, նա Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման հիմնադրամի տնօրենն է։ ABC մեդիայի նկարահանող խումբը շարունակում է այստեղ աշխատանքը, դուք հետևեք մեզ կարևորը բարձր չթողնելու համար։